Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է, եւ այսօր մենք հյուրընկալվել ենք մի հետաքրքիր վայրում եւ հյուրընկալվել ենք մի հետաքրքիր խոհարարի։ Ես կցանկանայի միասին ողջունենք Ալբերտ Անդրեասյանին, որ տոհմիկ երևանցու եւ լոռեցու զավակ է եւ ինձ համար հաճելի է ներկանալ այստեղ լոռեցու տարազով եւ հաճելի է Երևանի գողտրիկ անկյուններից մեկում Ռոյալ Երևան ռեստորանային համալիրի տարածքում հյուրընկալվել տոհմիկ երևանցու զավակ Ռոյալ Երևան ռեստորանային համալիրի շեֆ խոհարար Ալբերտ Անդրեասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, մենք էլ ուրախ ենք հյուրընկալելու ձեզ մեր ռեստորանում։ Ինչ կպատրաստենք այսօր Ալբերտ։ Այսօր պատրաստելու ենք իշխանձուկ ջեռոցում Ռոյալ Երևան ռեստորանի կողմից մատուցվող։ Ձեր հեղինակային։ Այո, մեր հեղինակայինն է, այո։ Եվ մատուցում ենք մեր ռեստորանում մեր հարգարժան հյուրերի համար։ Այո, առիթների դեպքում պետք է ասեմ, որ Ռոյալ Երևանը ինքը հետաքրքիր վայր է եւ կարող է մեր հեռուստատողը տեսնել, թե ինչքան ճաշակով եւ ինչքան ճիշտ ու գրագետ է կազմակերպված այստեղ ամեն ինչ եւ որ ամենակարևորն է նաեւ մատուցվող ուտեստները վստահաբար կլինեն շատ համեղ։ Իհարկե, վերջում կփորձենք։ Տարբերվում են մյուս ռեստորաններից։ Մենք չենք գաղտնի բաղադրատոմսերը չենք բացահայտում, բայց ձեր հաղորդման համար կանենք բացառություն, այո։ Սիրով։ Եվ սկսենք, մենք պետք է ոսկորը հանենք իշխանը եւ լցոնենք։ Լցոնելու համար հարկավոր է կանաչիներից սամիտ, լոլիկ եւ կծու պղպեղ։ Այո, համեմելու ենք ձիթայուղով, համեմելու ենք պեստո սոուսով եւ շաֆրանով։ Սկսենք։ Այո։ Ոսկորը անում ենք այնպես, որ մենք դրսից չունենանք ոչ մի բացվածք, հետագայում կբացենք արդեն, բայց կոնկրետ այս պահին ուղղակի ոսկորներն ենք հանում։ Ալբերտ, փաստորեն էսթետիկ տեսքի համար մենք լողակները չենք առանձնացնում։ Այո, չենք առանձնացնում, որ ձուկը իր տեսքը պահպանի եւ պոչը եւ վերևի կողքերի լողակները չենք առանձնացնում գլուխը։ Հիմա անցնենք մշակման հաջորդ փուլի, հիմա երևս համեմելու ենք, այո։ Այո, համեմելու ենք աղով, այո, ձիթայուղով, լիմոնով եւ շաֆրանով։ Վերջում օգտագործելու ենք պեստո սոուս, լոլիկ սամիտ եւ կծու պղպեղ։ Կծու պղպեղը ըստ ճաշակի կարող են օգտագործել, կարող են չօգտագործել։ Բայց քանի որ մեր հայ տղամարդիկ շատ են սիրում կծու պղպեղ օգտագործել, նաեւ կանանց մեծամասնություն մենք օգտագործենք։ Իհարկե կծու պղպեղը մենք գիտենք օգտակար է սրտին, արյանը, անոթներին։ Վերջ, սա տեղափոխում ենք ջեռոց, որքան ջերմաստիճան եւ որքան ինքը ջեռոցը 180 աստիճանի տակ եւ ջեռոցում պատրաստելու ենք 25-ից 30 րոպե։ Այո, մինչ հետո կմտածենք միասին ձկան անունը, հա։ Սա Ռոյալ ձուկն է, Ռոյալ Երևան ռեստորանի կողմից մատուցվող։ Ռոյալ, ասինքն եթե մենք թարգմանենք որպես թագավորական, կարող ենք ասել թագավորական իշխան, որ մատուցվում է Ռոյալ Երևան։ Իր վերջում իր տեսքը նաև իր տեսքը կասի, որ ինքը թագավորական ձուկ է, թագավորական։ Մենք տեսնում ենք կարմիր խավիար եւ սերուցք։ Այո, ձկնկիթ եւ սերուցք։ Սա օգտագործելու ենք վերջում մատուցելու ենք
սոուսի տեսքով վրան լցնելով։ Հրաշալի։ Հիմա տեղափոխում ենք ջեռոց, որտեղ ինքը կմնա մոտ 40 րոպե, ջերմաստիճան ջեռոցի մոտ 180 աստիճան, այո։ Հրաշալի։ Սիրելի հեռուստադիտող, հիմա մենք ձուկը կտեղափոխենք ջեռոցում իր շարունակությունը գտնելու համար, այնուհետ կվերադառնանք կրկին անգամ արդեն իսկ պատրաստի վիճակում։ Այո։ Սիրելի հեռուստադիտող, Royal Երևան ռեստորանային համալիրի շեֆ խոհարար Ալբերտ Անդրեասյանի հետ մենք ավարտեցինք ջերմային մշակման փուլը, ձկան, ինչպես նաև այդ ընթացքում, երբ որ պատրաստվում էր ձուկը, Ալբերտը պատրաստեց նաև բանջարեղենային այս հավելվածը, որպեսզի մատուցվի ձկան հետ, ինչպես նաև պատրաստեց թանձրուկը սերուցքային, ձկնկիթով եւ համապատասխան պղպեղի գնդիկներով եւ խնդրենք, որպեսզի ինքը ներկայացնի մենք ինչ ունեցանք։ 30 րոպե ջերմամշակում մեզանից պահանջվեց ձուկը եփելու, փռում եփելու համար։ Ոնց որ ասեցինք 180 աստիճան ջերմաստիճանի տակ։ Բանջարեղեն տապակեցինք, հետը որպես խավարտ մատուցելու եւ ոնց նշեցիք կարմիր ձկնկիթով, այո, թանձրուկը, որը համապատասխանում է իշխանի, այսինքն ռուսերեն ասած ֆարելի սորտին եւ վերջ սկսենք ձևավորել եւ մատուցել։ Բրոկոլին բոլորովին վերջերս է, չէ՞ սկսել։ Մի քանի տարի է, որ սկսեց օգտագործվել։ Մոտ 7-8 տարի կլինի, այո, Հայաստանում, այո։ Այո, Հայաստանում ես նկատել եմ, որտեղ ամբողջ աշխարհում իհարկե գիտեն եւ ինքը շատ դիետիկ է եւ շատ օգտակար։ Ու բնականաբար գունավոր պղպեղները ավելի շուտ էին օգտագործվում։ Չնայած եւ համայն տեսակից տարբերություն չկա։ Բազապես զուտ տեսքի համար է որ։ Ես գազարն էլ միշտ է օգտագործվել եւ իհարկե բալային կամ չերի լոլիկը, որը նույնպես համայն տեսակետից կարծես թե շատ չի տարբերվում, բայց տեսքի տեսակից իհարկե նախընտրելի է այս տիպի լոլիկներ օգտագործել նման ձևավորման համար։ Մենք բանջարեղենեն թույլ ջերմամշակում ենք արել, որպեսզի ինքը իր վիտամինները չկորցնի։ Իդեպ Ալբերտ, դու բնականաբար գիտես, հեռուստադիտողն էլ թող իմանա, որ նույն լոլիկը քան վիճակում ավելի քիչ է օգտակար նյութեր պարունակում, քան ջերմային մշակման անցնելուց հետո։ Այո, բայց մյուս բանջարեղենները կորցնում են իրենց օգտակար հատկանիշները մի զգալի վիտամինները։ Թերևս բավարար է։ Այո։ Վերջում Ալբերտ այնքան վարպետորեն է ամեն ինչ անում, որ ես միայն ականդետ հետևում եմ եւ ուշադիր լսում եմ իր խորհուրդները եւ տեսախցիկի առջեւ եւ առանց տեսախցիկի։ Ահա փայլուն։ խնդրեմ բարեախորժակ։ Սիրելի հեռուստադիտող, հիմա եկել է մեր հաղորդման ամենապատասխանատու եւ ամենահաճելի պահերից մեկը։ Պատասխանատու է, որովհետև մենք զգուշորեն պիտի հանենք շնչադիմակները եւ հաճելի է, որովհետև պիտի բոշխնենք այն, ինչ որ մեզ համար պատրաստել էր Royal Երևան ռեստորանային համալիրի շեֆ խոհարար Ալբերտ Անդրեասյանը։ Հիմա մենք հանենք մեր շնչադիմակները եւ խնդրենք, որպեսզի Ալբերտը նաեւ մասնազատի եւ մեկ կտոր փորձենք միասին։ Ես վերցնեմ լավաշը դնեմ տակը թերևս։ Ահա վասիկ։ Մենք գիտենք, որ արդեն ինքը փուշ չի պարունակում։ Այո։ Ես նաև ձեզ համար տեղալ եմ լավաշը։
Իհարկե Ալբերտը գիտի, ես էլ մասամբ գիտեմ, որն է ամենահամով մասը ձկան, բայց որը խորհուրդ կտայիք, որ Իհարկե գլուխը։ Այո, գլուխը տարբեր համեր ունի, բայց համի տեսակից ամենալավը որտեղ ամենամեծ կորությունն է, չէ՞, որտեղ ամենաճարպոտ մասն է։ Գլուխը ամենատարբեր համերն ունի։ Չէ՞։ Ժողովուրդն ասում է իսկական ձուկուտողը պետք է գլուխը, այո, գլուխը ուտի։ Այո։ Տեսքը բավականին ախորժելի է, հոտը բավականին գրավիչ, համն էլ հիմա կփորձենք, դուք ձեզ էլ դրեք։ Ահա այսպես։ Ալբերտ, որպեսզի մեր հեռուստադիտողը այս հաղորդումը նայելուց հետո, երբ որ կորոշի, որ իրենք իրենց ծնունդ, կնունք, հարսանիքը որոշեն իրականացնել, կազմակերպել Royal Yerevan ռեստորան, ինչպես կարող են գտնել։ Royal Yerevan ռեստորանը գտնվում է Բագրևանդ փողոցի վրա, Բագրևանդ 102։ Մենք սիրով բոլորին սպասում ենք, բարի ախորժակ։ Սիրելի հեռուստադիտող, պետք է ասեմ, որ համ ուղղակի շշմեցուցիչ է, շշմելու համով է եւ խորհուրդ կտայի գալ եւ վայելել այն ամենը, ինչ որ պատրաստում է մեր Ալբերտ Անդրեասյանի եւ իր խոհարական թիմի շնորհիվ իրեն ջանքերի արդյունքում եւ իրենց սիրո եւ նվիրման արդյունքում։ Շնորհակալություն ձեզ մեզ հյուրընկալելու եւ ձեր մասնագիտական գաղտնիքներով մեր հետ եւ հեռուստատողի հետ կիսվելու համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում մեր Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը եւ մենք պատրաստեցինք արքայական իշխան Royal Yerevan ռեստորանում։ Կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։